Ակամա գալիս եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, քանի որ իրենք բոլորը ինքն էլ իր բոլոր իրեն իշխանության բերած մարդիկ են Լևոն Տեր-Պետրոսյանի բարեկամներ, ընկերներ, գաղափարակից դաշնակիցներ կամ տերերն են, գալիս եմ այդ փիլիսոփայությանը, որ հիշում եք ասում էր մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է։ Սրանք այդ փիլիսոփայությունն են իրականացնում եւ Լևոնը իզուր է խաղեր խաղում իր լավագույն աշակերտին կոչում սրբա ազգակործան, չգիտեմ ինչ ազգակործան պատուհաս եւ ոչ չեմ կարծում համոզված եմ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է ինչ ազգ ինչ պետություն եւ մեր անպաշտպանվածությունը մեր հիմնական զենքն է այսինքն դա նշանակում է որ մեր պաշտպանը պետք է լինի թուրքը հասկանալի է այսինքն Հայաստանում ձևավորվել է թրքասերների մի բավական գուցե մեծ չէ, բայց իշխանության ղեկին է։ Մեծ, ուրեմն ուժ։ Չգիտեմ թվականակով որքան են, բայց փաստն այն է, որ իրեն ձեռքին է իշխանության։ Որտեղ այդ ուժին է ծառայում, այդ ուժին են ծառայում քաղաքական ուժին։ Բոլոր հատուկ ծառայությունները, հետախուզությունը, հակահետախուզությունը, անվտանգությունը, ոստիկանությունը Ան Ալվարդյան, այդ ոնց մի քանի տարում արագ այդպես ազգային անվտանգության ծառայությունը փոխեց իր դեմքը, հա, այդպես թրքացավ միանգամից։ Կա հաճախ են այսպիսի կարծիքներ հնչում, թե դրսից բերված մարդիկ կան, մանավանդ մենք օրինակ տեսանք Հովանավանքում այն մարդը ՊՊՑ-ի, հա, ներկայացուցիչը, որը փակեց բերանը քաղաքացու, որն ասում էր դու կարգալույց, ինչ իրավունք ունես, պատարակ ես անում, ինչ իրավունք ունես խորան բարձրանալու Այդ ժեստը ձեռքը բերանը փակելը, դա ադրբեջանական նաև գործիքակազմ է ընդդիմադիրների դեմ։ Դա ընդհանրապես բռնապետական գործիքակազմ է, հիշում եք այդ ՊՊՑ-ի ներկայացուցիչի։ Բոլորը գրում են Facebook-ում, սա հայկական դիմագծեր չունի։ Մենք կարող ենք կասկածել, որ մեր ոստիկանության մեջ, ՊՊՑ-ում, ԱԱԾ-ում մուտք է գործել արդեն թշնամին։ Կարող ենք այսպիսի ենթադրություն անել։ Կարող ենք ենթադրել, մանավանդ որ պատերազմի ժամանակ հայտնի լրջորեն տարածվեց մի դեպք, որ 1200 թե 1300 հայկական անձնագիր է։ Այո։ Չէ, բաժանվել ադրբեջանցիներին։ Եվ այսօր շատ հեշտ բան է դա։ Ներդնել, մարդ ներդնելը մշակույթի գալիս են այստեղ երգում են, պարում են, հակահայկական նկարահանումներ են անում, տաքսի են նստում, թուրքական երգեր երգելով, տաքսիստներ ծափ է տալիս,